Շատ մեծ պատիվ է սիրելի համալսարանում լինել արդեն նոր դերով, որովհետև մի քանի դերերով բազմիցս եղել եմ եւ ուսանող եմ, 2 անգամ եղել եւ դասավանդել եմ, միշտ գործընկերն եմ եղել համալսարանի, այսօր նաեւ շրջանավարտ, շատ մեծ պատիվ է ինձ համար, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Անկեղծ ասած, մտածում էի բավական ինչի մասին խոսել, չգիտեմ, կարիերայի հետագծի մասին, որ ինչ-որ բանաձևեր դուրս բերեմ, ուսանողները ինչ կարող են անել, թե հետագա կրթության մասին, ինչ-որ վերապատրաստումների կամ ոչ ֆորմալ կրթության մասին, որ հասկանանք այդ կրթական ավելացված իրականությունը, այդ լրացված իրականությունը կրթական ինչը կարող է լինել։ Հետո մտածի մի հատ սիրուն բանի մասին խոսեմ, որ նախորդ բանախոսն էլ նշեց, այդ մեր համալսարանական շովինիզմ եւ սնոբիզմ եմ դրան ասում, որ սենց նուրբ մի քիչ երանգը լինի, էլի շարմը լինի, բայց այդ համալսարանական սնոբիզմի մասին ու հետաքրքիր կլինի անցնենք դրա վրայով։ Ինձ համար համալսարանը շատ ընտանեկան պատմություն է, որովհետեւ առաջին համալսարանական չեմ, 3-րդ սերունդն եմ իրականում համալսարանականների, դեռ Պապիկս էր համալսարանական, շատ վատ 45 թվականին պատերազմից հետո ընդունվել էր համալսարան պատմության ֆակուլտետ ու մի Տիկ Պլեադայի հետ էր սովորել, ես հիշում եմ այդ անունները, որ ինքը ասում էր, այդ Ղափանցյան, Աջարյան, այդ բոլոր անունները այն մարդիկ են, ովքեր ցանկանում էին իրենց ու շատ լավ հիշում եմ, սենց վիզուալ տպավորվել է նույնիսկ, ասում էր Աջարյանը, որ դասավանդում էր, վերջում մի աչքը արդեն լավ չէր տեսնում ու ինքը այսպես վախենալու էր ահագին, ասում էր, այսպես մի աչքով բարձրացնում էր գիրքը, մի վայրկյան նայում էր ու շարունակում էր դասախոսությունը կարդալ, այդ մի աչքով հսկայական ինֆորմացիա էր տալիս։ Պապիկիցս հետո արդեն պատմության ֆակուլտետում հորեղբայրս, քույրերս ու այդ ժառանգությունը բավականին սեղմ միջավայր էր ստեղծում ընտրության համար, երբ որ ես ընդունվում էի, եթե ուրիշ բան առաջարկեի, երևի ընտանեկան խորհուրդ կհավաքեին ու լրջորեն կքննարկեին ինչքանով եմ ես առողջ որոշումներ կայացնում, էլի բժիշկների ներգրավվածությամբ։ Բայց եթե սլայդեր տաք ինձ, ես սիրուն բաներ ցույց կտամ։ Չէ, ցույց չեմ տա։ Իրականում հետաքրքիր էր, որ հետագայում 2 անգամ եմ ավարտել համալսարանը տարիների, բայց հետաքրքիր էր, որ աշխատանքային միջավայր ընտրելիս Էլի շատ չէին հնարավորությունները, ստիպված էի ընտրել նրանից ինչ-որ կա շուկայում այդ ժամանակ և ամենագրավիչ շուկայում հնարավորությունները միջազգային կազմակերպություններն էին և անմիջապես ավարտելուց հետո իրականում դեռ համալսարանում էի, ընդունվեցի աշխատանքի 19 տարեկանում մեդիա կազմակերպությունում ու հիմա որ հետ եմ նայում, բավականին վատ տարիներ են, ես շատ շուտ եմ սովորել, 90-ական թվականներին եմ սովորել, այդ վատ տարիներին, որտեղից 19 տարեկան աղջկա մոտ այդ ինքնավստահությունը գնալ եւ prime time-ում դուրս գալ եթեր եւ լուրեր վարել, միջազգային լուրերն էի վարում, բայց երևի այդ սնոբիզմը նաեւ այդ պատկանելության զգացումը համալսարանից էր գալիս, մենք երբ որ, հիմա ձեզ կասեմ ինչ որ բաց թողեցի, այ հաջորդ սլայդը որտակ Այս պապիկիս դիպլոմի միջուկն էի գտել վերջերս, ուղղակի ուզում էի տեսնել, որ առարկաները քանի ժամ են անցնում, ֆանտաստիկ առարկաներ էին անցնում 40-ական թվականներին։ Այս սլայդը շատ ուզում էի ցույց տալ, որովհետև Հայաստանի գլոբուսը չի, Լեոնարդո դա Վինչիի աշխարհն է։ Մեր սնոբիզմի մասին մտածելիս ես միշտ մտածում եմ այն մասին, որ երբ որ մենք ընտանիքով հավաքվում ենք կամ իմ ընկերները համալսարանական երբ որ հավաքվում ենք, այդ սուրճի զրույցները միշտ ինչ-որ քաղաքակրթական անկումների ու վերելքների մասին են, ու այդ լայն ընկալումը աշխարհի միանշանակ համալսարանն է տվել ու ԵՊՀ-ական է։ Երբ ես գնում եմ պապիկիս գերեզմանին, առաջին բանը, որ անում եմ, մի հատ աշխարհաքաղաքական բրիֆինգ եմ անում, վերջին զարգացումներից, հետո նոր խունկ եմ վարում, ու դա էլ է շատ խորհրդանշական, բոլոր ընտանեկան հավաքները սկսվում ու վերջանում են քաղաքական ու աշխարհաքաղաքական խոսակցություններով։ Եթե նայում եմ իմ միջուկն է, հետո նայում դիպլոմի, էլի հետաքրքիր է ժամերի քանակը, մենք անցնում էինք հարակից առարկաներ կոչվածի մի հսկայական շրջանակ, որը այն ժամանակ ասում ենք, դե լավ էս ինչքան հնարավոր է փիլիսոփայության պատմությունը, փիլիսոփայության հիմունքներ, չգիտեմ, տնտեսագիտություն ու քաղաքագիտություն, բայց իրականում դա տալիս է այս մեծ բացվածքը աշխարհի, որը նաև մի քիչ սնոբիզմ է մեզ ներշնչում ու այդ պատկանելության, եթե ուզում եք, մի քիչ կաստայականության զգացումն է ներշնչում։
Այս աշխատանքային կարիերայի մասին մի քիչ ուզում եմ ասել, այն վստահությունը, որ համալսարանը տալիս էր, որ դու մտնում ես ինչ-որ սենյակ ու մտածում ես, որ այդ սենյակում դե սպասում են քեզ, որովհետև դե այսքան բան ես քեզ ես բերում, պաշարով ես գալիս եւ այլն, դա էլ է մի քիչ մեր սնոբիզմից է գալիս։ Ու մեր միջազգային կազմակերպությունների լոգոն, որ այն ժամանակ մտածում ենք դե չեմ գնա նախարարությունում աշխատելու, չնայած շատ ուզում էի համակարգերում աշխատել, բայց միջազգային կազմակերպությունները ունեին 90-ականների մի գրավիչ բան, նստում էին flight եւ թռնում էին Ժնև, ընդ որում ոչ թե ինքնաթիռ, այլ flight, ու այնպիսի զարմանահրաշ բառեր գիտեին, ինչպես ասենք capacity building-ը։ Մյուս ոլորտներում դա ինչ որ չգիտեմ բան էր, էլիտիստական մեր էլի մղումներ, որը մի քիչ էլի համալսարանից էր գալիս ու հիմա ցավով եմ հիշում, որովհետև հատկապես մեր սերնդի շատ մարդիկ մնացին միջազգային կազմակերպություններում փակված ու երևի դա Հայաստանի հենց տեղական ու աուտենտիկ ոլորտներին զարգացնելու հնարավորության ինչ որ նաև սահմանափակում էր էլի, ցավով եմ հիշում, բայց ամբողջ կյանքում աշխատել եմ նաև միջազգային կազմակերպություններում։ Մի բան երևի, որ աշխատանքային կարիերայի առումով, այսպես կարմիր թելով, եթե մտածեմ ինչն է եղել, երևի եղել է փորձարարությունը, ինովացիաները ու ինչ որ բան առաջինը անելու այդ մղումը կամ նույնիսկ տենդը, դեռ շատ երիտասարդ ժամանակ հիմնադրեցի անգլալեզու թերթ New Yerevan Times-ը, որի գլխավոր խմբագիրն էի, ու իմաստն էր, որ հայկական նարատիվը օտար լեզուներով տարածվի։ Դա դեռ 2002-2003 թվականներն էր։ Դրանից հետո այնուհետև նորից միջազգային կազմակերպություններում, երբ որ այդ թվային հալոցքը սկսվեց, ինֆորմացիոն, ստեղծեցի ինֆոտների ցանց Հայաստանում, Եվրասիայի հիմնադրամի շրջանակներում գործընկերներից հետ, այնուհետև ՄԱԿ-ի շրջանակներում Հայաստանում եւ ՄԱԿ-ի զարգացման կառույցի շրջանակներում աշխարհի առաջինը գլոբալ ինովացիոն լաբորատորիան, որը հետագայում այդպես աշխարհում մոդելային դարձավ, չգիտեմ, գլխավոր քարտուղարի մակարդակով որպես մոդելային նշվում էր, ու հետո արդեն ավելի դժվար տարիներին Հայաստանի համար վերադարձա տեղական կազմակերպություն, որը AGB ուներ, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը, ղեկավարում էի Հայաստանի կազմակերպությունը ու այս ամբողջ ընթացքում ինչ որ բաներ առաջինը անելու այդ պիոներական, որը համարյա չեմ եղել, մի տարի եմ եղել, այդ պիոներական մղումը կամ պիոներությունը միշտ եղել է։ Սա այն երևի կլիշեներից է, որ որևէ իրեն հարգող սնոբ որպես Zoom-ի հետնապատ պետք է ունենա, ինչ որ անհասկանալի միջոցառումների մասնակցություն, որտեղ անկեղծ ասած շունը տիրոջը չի ճանաչում, բայց բոլորս ունենք սրանից, ինչ որ տենց Հարվարդի կարճ կուրսերի դիպլոմի հետ պետք է անպայման Zoom-ի հետնաբեմում լինի, չէ։ Բայց սա ուզում էի ցույց տալ, որ այն բոլոր բաները, որոնք համալսարանից հետո են տեղի ունենում ու լրացնում են մեր կրթությունը, շատ կարևոր են։ Ես երևի մի քիչ անհամեստորեն գրեթե բոլոր առաջնորդության ու հետ բուհական կուրսերին ինչ որ հնարավոր է եղել ու Հայաստանի համար հասանելի են եղել, գրեթե բոլորին մասնակցել եմ ու քույրս ասում էր, որ դա երևի ինչ որ կոնվենցիայով անցնող հանցագործություն է այդ քանակի սպամ անելը այլ երկրների կուրսերը, բայց դրանք բոլորը լրացրել են ինչ որ բաներ կրթության մեջ ու ոնց որ անգլերեն են ասում, այդ zoom out-ը եւ zoom in-ը անընդհատ պետք է պահել, այսինքն այդ աշխարհի ընկալումը, բայց նաեւ այդ ներհայաց ռեֆլեքսիան, այդ բալանսը անընդհատ պետք է պահել եւ տեղական կրթության եւ այլ երկրների ու այլալեզու կրթությունների միջեւ։ Սնոբիզմը իմացանք, որ ակնհայտորեն կա մեր շրջանակներում ու մի քիչ կաստայականությունը, բայց սիրուն սնոբիզմ է դա իհարկե, այդ աշխարհը մեծ տեսնելու տենդը, բայց նաև դրա վտանգը կա։ Այն պահին, երբ որ դա դառնում է ինքն իրեն վերագեներացնելու մղում կամ երբ որ մի քիչ դեֆորմացվում է, անշուշտ տգեղ բան է դառնում ու մեծամտություն է դառնում։ Պետք է միշտ այդ նաև զգոնությունն ունենանք, որ մեր խմբի մեջ չփակվենք, այն փոքր խմբերում, որտեղ մեր կոմֆորտի գոտին է կամ նույնիսկ բառամթերքը նույնն է, ինչ որ օգտագործում ենք, այլ փորձենք անընդհատ դուրս ու ներս անել, որպեսզի նաև առողջությունը պահենք այս խմբի։ Ու եթե մի բան թողնելու լինեի, տենց որպես 30 տարվա շրջանավարտ, մի խոսք թողնելու լինեի, այս թռչող ձուկն հայտնի
կասե երևի այդ ինտելեկտուալ հետաքրքրասիրությունը ու ինտելեկտուալ ըմբոստությունը անընդհատ պահելու ջիղը, որպեսզի արթուն մնա համալսարանականների մեջ, ու նաև այդ ընդվզելու ու ըմբոստ լինելու հավեսը չպակասի մեր մեջ, որպեսզի սահմանափակված չլինենք մեր մասնագիտությամբ, մեր բուհով, մեր երկրով, մեր աշխարհով, այլ միշտ ավելի լայն նայենք ու ավելի մեծ նայենք։ Իմ վերջին կազմակերպությունը, որտեղ աշխատում է AGB-ում, մի հատ շատ սիրուն պատմություն ուներ, ստեղծվել էր Պողոս Նուբարի որդու կողմից։ Պողոս Նուբարը 20-րդ դարի սկզբին հիմնել էր Եգիպտոսի ժամանակակից հանրապետությունը, որպեսզի պատկերացնենք, մենք մենակ հայկական պետություններ չենք ստեղծում, էլի, ու մեր հավակնությունը պետք է դրանով սահմանափակված չլինի։ Մենք ստեղծում ենք հայկական եւ ոչ հայկական պետություններ, պետականություններ, ու դա մեր պրոյեկտային առնվազն երազանքի սահմանը չասեմ, բայց նշաձողը պետք է լինի։ Ինչ ենք մենք մի քիչ սնոբ, այո, մենք մի քիչ սնոբ ենք ու դա եւ հիմքեր ունի եւ պետք է այդ արթունությունը ունենանք, բայց ամենավատ բանը չէ, ավելի վատ բանը է չունենալ ինտելեկտուալ հետաքրքրասիրություն ու չունենալ հավակնություններ ու երազելու ունակություն, չերազել, չունենալ այն հնարավորությունը երազելու, որ քո քայլերը, փոքր քայլերը կարող են աշխարհը փոխել։ Շատ շնորհակալ եմ, որ համալսարանական եմ, շնորհակալ եմ, որ հրավիրեցիք այսօր։ Մարինա ջան, անկեղծ ինձ թված The Old Man and the Sea պատմվածքի ձուկն է ձգանք ընկալումը, բայց դու այլ մեկնաբան։ Տարիներ առաջ, երբ իմ աշխատասենյակում ծնվեց բանակցային տեխնոլոգիաները եւ ժուրնալիստիկան առարկայի գաղափարը եւ դուք դա սիրով կյանքի կոչեցիք, լինում է որ կարոտեք այդ տարիները եւ լինում է որ մտովի ուզեք նորից վերադառնալ ժուրնալիստիկայի ֆակուլտետ, ասենք նոր 26-27 տարվանից։ Շատ եմ կարոտում, պարոն Մարտիրոսյան, ու ուսանողներից հետ միշտ կապի մեջ եմ, մենք անընդհատ այդ խոսակցություններ են բացված աշխարհի միշտ միասին ունենում ենք ու իրանք էլ շատ սիրում են այդ խոսակցությունները։ Մի քիչ էլ որ մեծանամ անպայման կվերադառնամ խոստանում եմ։ Շնորհակալ եմ, ես դրական պատասխան ստացա, մենք կարող ենք առաջիկայում քննարկել շարունակությունը։